Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց մեղադեր Դավիթ Համբարձումյանի պաշտպանել Վահե Մակյանի, Կանե Պապյանի և Արման Կարապետյանի միշտացություն բավարար մասնակիորն թիվ 7-356-0119 քրեական գործը մեղադեր Դավիթ Մերի Համբարձումյանի նկատմամբ որպես խափանիչոց կիրառված կալանքը փոփոխել և մեղադեր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանիչոցներ կիրառել տնային կալանքը, գրավը և արձակել Տնային կալանքի սկիզբը հաշվել մեղադեր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իրավունք սահմանափակումների պահպանման համար անհրաժեշտ գործողություններ իրավասու մարմնի կողմից կատարվելու պահից։ Մեղադեր Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ պարտականություն չլքելու հնարավորության տարածքը ՀՀ քաղաք Երևան Նորալեշ 26-րդ փողոց 33-ում հասել։ Մեղադեր Դավիթ Համբարձումյանին արգելել իր բնակության տարածքում իրենքարել այլ անձանց վարչության պետական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 55-րդ կետում նախատեսված անձանց և իր պաշտպանների։ Մեղադեր Դավիթ Համբարձումյանի գտնվելու վայրի տեղաշարժ և արգելոցի նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումն որոշման կատարումը հանձնարարել Նուբարաշեն քրեական պետին հանրապետության ծառայությանը և նագնել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումին։ Սահմանված գրավը անհրաժեշտ է երրորդյա ժամկետում ունեցել վերաքննիչ քրեական դատարանի 90-00-23-29-2015 դեպքերի հաշվի և համապատասխան ապացույցը ներկայացել վերաքննիչ քրեական դատարանի։ Տնային կալանքի ընթացքում դատականիչների մեղադեր Դավիթ Մերի Համբարձումյանի ուղեկցման և պահպանման պարտականությունը դնում ՀՆԿ ոստիկանության մեղադեր Դավիթ Համբարձումյանի բնակության վայրի ստորաբաժանման վրա։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննիչ վերավճռաբեկ դատարան այս կանոնավորումից 12 ժամկետում նախագահ դատավոր Պետրոսյան, դատավոր Համբարձումյան Կիրակոսյան։ Եվ դատարանը պարզաբանում է, որ այսօր ժամը 16:00-ի նշանակված դատական նիստի դատական կազմով բացառությամբ պարոն Կիրակոսյանի, այժմ ժամը 16:00-ին։ Հետևաբար նշված պատճառաբանությամբ դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել և նկատի վարդումից նշանակված դատական նիստերը գործի քննությունը նշանակել և 2025 թվականի 26 թվականի փետրվարի 4-ին հարմար է դիմել։